Սրբո ամեն այսօր ավակ 5 շաբթի է եւ պատարագին կընթերցվի Սուրբ Պարսեղ Հայրաբեդի աղոթքը, որը թե հրավեր է Աստծո մարմինը ճաշակելու, անոր արժեքը հասկանալու եւ թե նաեւ ինչպես պետք է մենք մեր անձերը ուր որենք պատրաստենք, որբեսի Աստվածային խորհրդին անմեղությամբ մոտենանք։ Գսե Հայրաբեդ, մտի գրեք ինձի զավակներս, որբեսի սիրելի եւ հարազատ որդիներ, առատացերնությամբ գսորվեցնեմ ցեզի Տիրոջ երկյուղը։ Վայ ինձի, եթե ամեն օր չքարոզեմ ցեզի, որովհետև պարտավորությունը ունիմ խոսելու եւ ծանոթացնելու ցեզի, թե ինչ է Աստծո գամքը, բարի, միասիրտ եւ կատարյալ ըլլալ։ Եզեկիել մարգարեն իր խոսքերով ամեն օր գսարսափեցնե զիս, երբ Աստուծո խոսքը ուղղելով քահանաներուն գսե այսպես. Մարդու որդի, քեզ պահակ կարգեցի այս ժողովրդին վրա, եթե տեսնես եկող սուրը, չհազանգես փողով եւ չզգուշացնես զանոնք եւ եկած սուրը անպատրաստ գտնե ովևէ մեկը, ան իր անարավության պատճառով պիտի մեռնի եւ անոր արյունը քեզմե պիտի պահանջեմ։ Արդարև սուրը Գեհենի սպառնալիքն է եւ փողը Աստուծո պատվիրանը։ Այն ինչ որ գխոսիմ ցեզի հիմա եղբայրներ, ցեզի նման մարդ մնեմ եւ շատ ավելի մեղավոր պղծված, բայց որովհետեւ ցեզի համար տեսուչ եւ քարոզիչ նշանակված եմ, սիրով կկատարեմ Աստուծո գամքը ձեր առջև, արցունքներով եւ իմ սրտիս բազմաթիվ հառաչանքներով։ Ոչ թե ցեզ կշփոթեցնեմ նոր եւ երևակայական խոսքերով, որովհետեւ ճշմարտաբես ես ալ Աստծո առջև հաշիվ պիտի ներկայացնեմ ձեր մասին, որուն համար հինեն եւ սուրբ հայրերեն կնքված կանոնները հասկանալի ձևով ցեզի կփոխանցեմ։ Բայց նախ գիտեք, որ քահանայության բադիվը չդրվեցավ ռեշտակներուն, որովհետեւ անմեղ էին, այլ մարդոց, որովհետեւ ինչպես որ մենք կմեղանչենք եւ Քրիստոսի քալիքնեղության կհուսանք, նմանապես ցեզի մեղքերու ներման եւ ապաշխարության հույսը պիտի տանք։ Եվ հիմա կխնդրեմ ձեր բոլորեն համբերության մտի գնել ինձի։ Ահավասիկ երկինքեն փանը Քրիստոս իջնելով բազմած է սուր սեղանին վրա եւ երկինքի ամբողջ զորքը աներևութաբես երկրի վրա կտարածվի եւ սուրբ սեղանը կշրջապատե սպասավորելու համար Աստվածորդուն եւ Սուրբ Հոգին առադորեն բարիներուն մաքրությամբ մոտեցողներուն կփաշխնե շնորները եւ հիմա դուք եղբայրներ շատ զգուշությամբ եւ երկյուղը ձեր սրտերուն մեջ տնելով ձեր տեսածը երբեք հաց եւ գինի չնկատեք, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքերու տեսողութենեն եւ միմիայն հոգի աչքերով տեսանելի անոնց, որոնք սրբությամբ կփնտրեն զայն, որով կգերագրվի հոգին եւ աստվածային ուրախությամբ կցնծա, որովհետեւ Աստված կրնա հում միսի եւ արյունի վերածել, ինչպես որ սուրբերեն մեգուն պատահեցավ։ Բայց որովհետև ըսկայարանքները չեն կրնալ ըմբռնել հում միսը եւ արյունը, ասորամար Աստված հացի եւ գինի օրինակով դրոշմեց, բայց որպես հաց եւ գինի չդիտենք այն, որովհետև այս է ճշմարիտ մարմինը եւ արյունը Քրիստոսի։ Թող ոչ ոք սովորական ցևով եւ արհամարանքով չմոտենա նվազագույն բանին իսկ, որովհետև փորբ գրագը այրող է եւ փչացնող մեղավորները։ Ուստի նախ պետք է մաքրվինք մեղքերը ապաշխարությամբ, որբեսի մեղքերու շատությամբ կրագե չայրինք, որովհետև կսպարին անոնց հոգիները, որոնք նախ մեղքերը չեն հառանար եւ անոնց մեջ քամված կմնան։ Եվ ոչ ոքալ հուսահատությամբ հեռանա եւ անիմաստ վախը մեջտեղ բերե, որովհետև ադիգա վախ չէ, այլ արհամարանք Աստուծո։ Այս է երկնքի արքայության թուրը եւ նույնին արքայությունն է, այսինքն Քրիստոս Աստուծո որդին եւ մեր Աստվածը։ Իսկ սրբության մոտեցողներուն երկնավոր հոր մեր որդեքրվիլը անչնչելի գերբով կարծանակրվի։ Բայց լավ է իմդի ունենալ այն, որ ամեն հարազատ որդի փոր պատկերին նմանությունը կունենա իրանցին մեջ եւ թուն երբ ըսես հայր մեր, որ երկինքն ես ու խնդրանքներ ներկայացնես, նախ արժան է, որ անոր նմանությամբ քու անցիդ մեջ բերես, որբեսի լսելի ըլլա խնդրանքդ։ Բայց եթե երկնավոր հոր կատարյալ եւ բարերար նմանությունը չունենաս եւ քու աղաչանքներովը չխոնարհիս, քեզի մտիկ չներ, այլ չարերու հայրը, որ դժողքին մեջ է եւ որուն քո ձելագերբը թուն ունիս,
քեզ կլսե։ Արդարև լսելով ասոնք, ձեր անձերեն հեռացուցեք չարությունը եւ ամեն տեսակի խարդախությունը։ Ձեզ մե յուրաքանչյուրը ձեր սրդերեն դուրս նետեցեք եղբոր հանդեպ եղած բոլոր տեսակի ադելությունները, որ ունիք նաեւ իրարու հանդեպ, որբեսի եկնավոր հոր ողորմությունն ալ ձեզի հասնի եւ արժանի ելլակ այս զոհակորձումին։ Հեռացուցեք ձեզ մե նախանցը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հբարդությունը, անփարտաբանությունը, ինքնացուցադրությունը, մարդոց հաջելի երևնալը, հագարագությունը, ողագալությունը, անիրավ շահակորձումը, վաշխառությունը եւ բոլոր չարություններուն արմատ եղող արձաթասիրությունը, ակահությունը, կնոջական կախարդությունները եւ կախարդական թեղերու կորձածությունը, ամեն տեսակ չարությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ ձերբերնեն ելող դքեղ եւ դխեղծ հայոյանքները, որով զիրար կնախադեք, անորեն գրաբաշտությունը եւ անգարկ ու անարակ մոլորությունները, որոնց հիշադակումն իսկ կաբագանեն եւ կբղծեն մտքերը նախ ըսողին եւ հետո լսողներուն։ Թադաստանի օրը որդերով պիտի լեցվին անոնց քաշելի բերանները, որոնք չեն թատրիր հայոյել է, որոնց համար դերը ըսավ. ան, որ իր եղբոր մորոս կսե, պարտավոր պիտի ըլլա քեհենի գրագին։ Արդ պետք է որ արմադախիլ ընենք մեր մեջեն մեղքերը, ոչ ոք շնացող, օրնիկ, արվակետ, քող, հափշտագող, քեջ, թադարգաբորդ, գինիով, չարագամ, չար զգացումներ ունեցող, սպաննող, խռովարար, անողորմ, զրպարտող, պիղծ, թշնամացող, երթում դվով, ուխտաթրուշ, անօրեն, անիրավ, փամփասող եւ ուրիշ մեղքեր, որովհետեւ մեղքեր կան, որոնք մահվան չափ վտանգավոր են, որոնց հիշադակությունը անարժան կգտնեն վերիշել այստեղ։ Եվ այս բոլորով ոչ ոք հերձվածող ըլլա, այլ ըսելով կպատվիրեմ, որ ամբողջությամբ հին մարդը հեռու նետեք իր բոլոր տեսակի չարագործություններով, այլ սկաստացած ամենքը դնդունիկ պարգեշտ կյանքը, սուրբ, բարեխո, հեզ, քաղցր, անուխագալ, խաղաղարար, հիվանդներուն եւ վշտացածներուն հանդեպ հոգադար, աղքատներուն, անդունիներուն, կարոդյալներուն հանդեպ գթացող, ամեն տեսակի առաքինություններով զարդարված, սիրով, հավատքով, հույսով Աստուծո եւ մարդոց հանդեպ ունենալ ամբողջական սեր, որովհետեւ ամեն տեսակի առաքինության սպասագումը սերն է, սուրբ սիրտեն, անգեղծորեն հավատքեն բխած։ Պատվեցեք ձեր հայրերն ու մայրերը, սիրեցեք ձեր գիները ձեր անձերուն պես եւ դուք գիներ հնազանդ եղեք ձեր ամուսիններուն, ինչպես Տիրոջ։ Միասնաբար երկյուղած եղեք Աստուծո եւ պատվեցեք շաբաթ օրը։ Երիտասարդներ եւ գույսեր, սիրեցեք մաքրությունը, որովհետեւ ընդունելով այս սրբությունը պիտի լուսավորվիք իբրև լուսափայր հայելի, որ երբ արևուն շողերը անոր մեջ շարակայթեն եւ աճելով առաքինությամբ պիտի ապրիք եւ պիտի չդատաբարտվիք, առաքյալին ըսածին պես, արդարև տարաժամ մահեր կան եւ շատ տանջանքներ, անդանելի ցավերուն փորոդությունը եւ մյուս բոլոր ցավերը հարաշք ու կան աբորինի հաղորդակցութենե։ Ոչ ոք կեղծարության ներս մտնե, կարծելով թե դուրսը մնացողները այդ անարժան հաղորդակցողներն են, որովհետև կասկածամիտը Աստուծո քով ոչինչ ունի եւ Աստված չի փորձվիր։ Մարդկային նկատված ամոթներեն մի ամեջտակ, որովհետև ասիգա նույնիսկ ամոթ չէ, այլ մեծ ամոթը այն է, որ դիեզերական հրաբարագին մեջ է, որ թեև ինձ մե գծածկես եւ չես խոստովանիր ու չես ապաշխարեր, բայց հոն մեծ Թադաստանի արչեւը հրաբարագավ պիտի հայտնվի ու ուր չես կրնար այլևս ծածկել քու կորձերը, որովհետև հոգիդ ինք քեզի թադախած պիտի ելնա։ Արդ, ահա վասի գսի ցեզի այն բոլորը արադացերնությամբ ասկե ետ ես անմեղ եմ։ Ձեր արյունը ձեր վիզին, սրբված եմ ես ձեր արյունեն, որովհետև ին վրա սալ տագավին կար։ Բայց գիտեմ, թե ձեզ մե ոմանք կարհամարեն ըսածներս, որուն համար ի վկայություն կտնեմ ձեզի այս խոսքերը, զորս խոսեցա ձեզի այսօր խորանին առջև, թե եմ հանդիման պիտի գեցնեմ ձեզ սուրբ ավետարանին վկայությամբ, այն ադեն արամարողը պիտի չկարենա արամարել, այլ հանդիմանելով պիտի պատուհասվի եւ անշեջ կրակը պիտի ղրկվի։ Հիմա խոսքերուս եզրակացությունը պիտի ունեմ, որովհետև ամեն ինչ, որ գվերապերի խորհրդին ըսինք, պատշաճ ձևով տեղվույն համեմատ։ Արդարև անոնք, որոնք արժանի գերբով կհաղորդվին, բարեգործություններով զարդարված Պետրոսի եւ այլ սուրբ առաքյալներուն հետ պատված կվարձատրվին Քրիստոսեն մեր Աստուծմեն։
Իսկ անոնք, որոնք ընտիմությամբ կհաղորդվին, կրգին անգամ Աստուծո որդին խաչը կհանեն, եւ անոնք, որոնք անամոթ երեսներով եւ անարժանաբես կհաղորդվին, կստանան մասը եւ բաժինը մատնիչ Հուդային եւ խաչ բարձրացողներուն։ Ձեզի օգտակար եղող բաները դուք գիտեք, այլ Սուրբ Հոգին, որ սուրբերուն բնակության վայրն է եւ աղբորն է բոլոր տեսակի բարությանց, պիտի մաքրե ձեր հոգիները եւ մարմինները, եւ փրկական խորհրդին հաղորդությունը պիտի տա ձեզի մեղքերու թողության համար, որով հոր եւ միածին որդին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ փառք միջև հավիտյանները, ամեն։ Պարսե հայրաբեդը գեղեցիկ ձևով կսե թե ինչու նախ քահանաները կքարոզեն եւ ուշադրության կգանչեն, որովհետեւ մենք եկեղեցի գուքանք ոչ թե խանթավառվելու entertainment-ի չենք կար, այլ գուքանք ճշմարտությունը տեսնելու, որովհետեւ երբ որ կհաղորդվենք Տիրոջ մարմինով եւ արյունով, կամ մեր փրկության, կամ մեր դադարության համար կհաղորդվենք։ Եվ գսե որ ովքեր որ պատրաստ ձևով կմոտենան, Աստծուն է որ կընդունվին եւ առաքյալներու թասին է որ կարժանանան։ Իսկ ովքեր որ պարզապես հաց է ասելով կմոտենան, իրենց իսկ դատապարտությունն է։ Այսօր ավակ 5 շաբթի է սիրելիներ, եւ բոլոր երկեցողությունները թե դոնական էին, թե դխուր ցայնով էին, որովհետեւ այսօր Տերը գիտնալով որ գիշերը պիտի ցերպակալեն իրեն, խնդրեց իր աշակերտներուն, որ վերջին անգամ զատկական ընթրիքը միասին ուտեն։ Հասկանալու համար ընթրիքի կարևորությունը սիրելիներ, պետք է հասկանանք, որ զադիկ բառը նախ ինչ կնշանակեր իրենց համար, հրյաներուն համար։ Զադվիլ, ազատվիլ կամ զադիկ, երբ որ Մովսեսին Աստված հրամայեց երթան եւ ժողովրդին հանեն Եգիպտոսեն, Փարավոնը սկիզբը չցկեց։ Գիտեք այդ հայտնի 10 պատուհասները, թե ինչպես Մովսես մեծ հրաշներ ցույց թագավորին, ճուրը վերածեց արյունի, ամեն անասուններ իվանթացան, մժեղները լցվեցան, եւ վերջը ըսավ, եթե ժողովրդին չցկես, ահա այս քաղաքի բոլոր առաջնեկները, այսինքն առաջին զավակները, ըլլա գենթանիներու, ըլլա մարդոց պիտի մեռնին այսօրը։ Եվ Փարավոնը մտիկ չրավ, եւ Մովսեսը իր ժողովրդին հրամայեց այս գիշեր մահվան հրեշտակը պիտի անցնի։ Ամեն մարդ պիտի առնե անմեղ կառնուկը, պիտի մորթե այդ կառնուկը, այդ կառնուկին արյունը պիտի քսե իր դունի շեմին, թուրին վերևը, որովհետեւ գիշերը անցած ադեն մահվան հրեշտակը պիտի նայի, եթե արյուն գա հոս չի մտներ։ Այն դունը, որ արյուն չի գա, պիտի մտնե եւ առաջին զավակը պիտի մեռնի։ Ադոր համար կգոչվի Զադվիլ, Passover, հրեշտակը կանցնի դուներու վրային։ Եվ հրյաները ըրին Մովսեսի նսածին համաձայն, քառնուկը մորթեցին, խորովեցին եւ ասավ արագ պիտի ուտեք, որտեւ լուսաթեմին մենք պետք է դուրս ելնենք։ Եվ ասիգա դարձավ հիշադակը հրյաներու կով ամեն տարի Քարնանային արշրջանին քովի գալու եւ օրդ ներկելու, ինչպես Հիսուսալ այսօրվա ավետարանի մեջ նստավ իր աշակերտներու հետ կերավ, հիշեց զադիգը եւ փառապանության սաղմոսները սավ։ Բայց Աստված կսե հիմա նոր ձևով ուխտ պիտի հայտնեմ ձեզի հետ։ Դուք իմ ժողովուրդս պիտի լաք եւ ես ձեր Աստվածը։ Հացը եւ գինին առավ Տերը ընթրիքի ժամանակ եւ օրտնեց իր ձեռքերով, ինչպես մենք պատարակին գսենք, արեք, կերեք, այս է իմ մարմինը, Աստծո խոսքերն են, ասավ, այլևս աս ձևով է, որ մենք պիտի հաղորդվենք։ Ամեն անգամ, երբ որ հավաքվիկ, իմ հիշադակիս համար, այսինքն հիշելով, թե դուք որու զավակներն եք, գիտեք, որ աս ձևով է եւ ինձի կգավվիկ։ Եվ նաեւ քինին առավ, որը ամբագաս խմիչն էր զատկական սեղանին, եւ ասավ, որ ասիգա իմ արյունս է, այլևս ամեն անգամ, որ գխմեք, պետք է հիշեք, որ Տիրոջ արյունն է, որ գխմեք, որտեվ այս գիշեր ձեզի համար իմ արյունս պիտի թափի, եւ ասիգա հավիտենական ուխտ կլա ծեր եւ շադերու,
այլևս ազգության խդրություն չի տներ Աստված, այլ գսե, որ ես է եւ գուկամ բոլորին համար։ Եվ այս ձևով եղավ ուխտը Աստուծո հետ։ Կարևոր է հասկանալ, սիրելիներ, ինչու Հիսուս այս արարքը կատարեց։ Նախ անշուշտ շատ գսիրեր իր աշակերտներուն եւ գուզեր իրենց հետը վերջին անգամը լալով ընթրիք գնել։ Բայց Տերը իր մարմինը եւ արյունը ցկելով մեզի գուզե իր հավիտենական ընտանիքի մաս կազմե։ Շատ ադեն մենք եկեղեցին կգործենք պարզապես տեղ մնե բաներ մը գլա, բայց ինչպես Պայուսեր Հայրապետը գսե, որ ամեն անգամ երբ որ գուքանք մահվան եւ կյանքի հետ կհանդիպենք։ Ինչպես որ մահվան հրեշտակը կանցնի եգիպտացիներու դուներու վրա, նույն ձևով մեր վրա են կանցնի։ Այսինքն սատանան, որ ամեն անգամ մեզի մեղքի ձեռք կբարձրացնի։ Այսինքն մարդս ամեն վարքյան կեցած է ընտրության առջև, ճիշտի եւ սխալի, լավի եւ քեշի ընելու։ Աստված կսե, որ ես կուզեմ, որ դու լավը ընտրես, չլաս հին Աթամը եւ Եվան, որը սխալ ընտրեցին, այլ նոր Աթամը, որ ես եմ, այսինքն Քրիստոս, եւ իմ օրինագիս հետևից։ Եվ որբեսի ծեր թուրը գնքվի արյունով, թուրը, ասինք մարդս դունն է, թուրը փերանն է։ Իմ արյունս ես ծեր փերանին գտնեմ եւ իմ արմինս կուդամ, որբեսի դու կուդեք եւ ծեր մեղքերը քավի, նաեւ պաշտպանվիք մեղքերին։ Եվ Աստված ասիգա գնե նաեւ այն պատճառով սիրելիներ, որտեւ մենք հաջող կգարձենք, որ մեր աղոթական կյանքը եւ միայն արդակին սովորությունները պահելով պարզապես կաբրին կատիգա եւ մենք ալ զատ կյանք ունենք։ Բայց Տերը գսե, որ ես իմ մարմինս, որ եկեղեցին եւ դուք եք եւ իմ արյունս կցկեմ, որբեսի դուք ադերով հաղորդվելով Աստվածային ուժ առնեք ձեր մեջը։ Ինչպես Պետրոս Առաքյալը գսե, որբեսի դուք Աստվածային իրականության, Theosisi անդամները դառնաք։ Ադորամար Հիսուս կեցած տաճարի մեջ երեք կփորարսելով, որ ով որ ծարավ է, թող ինձի կա։ Այն ճուրը, որ ես կուդամ հավիտենական կյանք ունի։ Եվ Հովանես Ավետարանը կբացատրի, որ այդ ճուրը գխոսեր Սուրբ Հոգիի մասին, որոնցով պիտի լեցվեր անձը, որ կհավատա Քրիստոսին, երբ որ Քրիստոս փառավորվեր, այսինքն խաչը բարձրանար։ Այսինքն, երբ որ մենք ամեն անգամ գուքանք Տիրոջ առջև ուտելու սիրելիներ, երբ որ գիտակցենք, որ ես Աստուծով պետք է լեցվեմ, եւ Աստված կլեցնե այն չափ, որ ես տեղ ունիմ։ Դուք տունը ունիք չէ լվացքի աս գողովը, մեր դունը շատ հաջող կլեցվի ադիկա, ամեն օր կլեցվի։ Բզդիկները գուքան, հին հակուստը գահանեն, օրվա աղդոտ, մեջը գնեդեն։ Շաբաթը չանցած ադիկա կլեցվի։ Հիմա որբեսի նույն գողովի մեջ մաքուր հակուստ տրվի, նախ իները պետք է հանվի, աղդոտները լվացվի եւ նորը լեցվի։ Նախ չեն քարներ աղդոտը մաքուրի հետ եւ քանի որ լեցուն է աղդոտով, մաքուրի տեղ չի գա։ Աստված նույնը գնե սիրելիներ, կսե ես ցեզի գերնամ լեցնել այնքան, որչափ որ տեղ ունիք։ Բայց առավել ես կրնամ ցեզի տալ այդ մաքրվելու ջամփան։ Ինձի եկեք բոլոր հոգնածներդ, բոլոր մեղավորներդ եւ ես պիտի հագեցնեմ ձեր սրտի հագեցումին։ Հետևաբար, երբ որ գմիանանք Տիրոջը իր հաղորդությունով, իր մարմնով եւ արյունով սիրներ, պիտի գիտացենք, որ ասիգա երկինքեն իջած այդ հացն է, որ իսրայելացիները գերան անաբադի մեջ։ Ասիգա Եսայի գերած այդ հացն է, որ գրագի պես գիչնե եւ գսրփե մարգարեն ասելով գնա այլևս քարոշչություններ են։ Եվ ասիգա ճիշտ այդ սեղանն է, որ առաքյալները նստեցան ավակ հինգշաբթի օրը, չնայած տարբեր միջավայրեր եւ Տերը տարբեր բաներ գխոսեր, բայց հիշեցին, որ ուր որեն այս ձևով պիտի կատարեն Տիրոջ հիշատակը։ Ուրեմն, երբ որ գահաղորդվինք մեր սրտերը բաց, ապաշխարությամբ, զղջումով եւ չլա որ մեզի համար սովորական հաց դառնա, որ ասենք փամ մնե գերտանք կուդենք,
եւ ուրիշ վտանգ մնալ գա բادرակներուն դասքին մարդիկ կսպասեն բادرակին ատ հատվածին գուկան գառնեն գերտան ադի ինչ կնշանակի հաղորդվիլ կնշանակի ամփոխչությամբ ընտրիքի մասնակցել ոչ թե հոսընտրիկը գլա դուն կովեն գուկաս մեկ հատ առնեմ ասացեն եւ փախիմ կորձիս Տերը գսե նախ մեր սրդերը պիտի հաղորդվին մենք պիտի կիսենք իրարու հետ մեր սիրտը ինչպես առաքյալներու հետ նստեցավ ադորամար բادرակին նախ ավետարանը կգարթացվի նախ ողջույն գուտանք իրարու հետ կփարապանենք ամենեն վերջն է որ գուտենք որտեվ ուդելը կադարյալ նշանն է Տիրոջ հետ միության եւ երբ որ գուտեմ գսեմ որ ինչ որը սիր ընտրիքի սկիզբեն ինձի համար ճշմարտություններ են եւ աս ուդելը այդ ճշմարտությունները մեջս մնալն է որու համար փառք կուտամ քեզի հավիդյանս հավիդենից ամեն